Ջերմ ձեռք սեղմում Վաշինգտոնում։ Մոտեցան ու բում, խաղաղություն։ Մեկի տեղը 3 ունեմ։ Այդ ընթացքում Վարդան Ղուկասյանը Խապան խոպան ու ամպտուխ անցավ առանց արդյունքի։ իմանում ենք, որ հայտնի մարդն է հայ։ Ջիվան Վանեցյան։ Ասեց այլ մոլորակայինները գոյություն ունեն։ Ստեղ մարդկանց սոված ենք պահում։ Բարև ձեզ, եթերում Arm Comedy-ն է, կատեգորիկ ողջունում ենք ու հորդորում ենք ձեզ անհապաղ միանալ Patreon-ին, որտեղ մյուս շաբաթվանից հատուկ Patreon-ում սկսում ենք աղազարյանական ընթերցումներ։ Չգիտեմ Նարեկը ոնց, բայց ես ահագին արդեն կարդացել եմ Աղազարյանի երկրի իրական կողմը գիրքը, դեղին սենց ֆլամաստերով նշել եմ իմ սիրված մասերը, լիքը մեջբերումներ ենք անելու մեր Patreon-ի գրքային ակումբում։ Այո, այնպես որ միացեք երկրի իրական կողմը, իսկ երկրի իրական արմատուրան գտնվում է Արարատի մարզում, ձուլվում է ու գալակտիկայի լավագույն արմատուրանա GTB Steel-ից։ Տեխնոլոգիաները գերմանական, իսկ չափը ինչքան, ինչպիսի ուզեք, կա սենց արմատուրա, կա вообще սենց արմատուրա։ Պատվիրեք Արագ Կարաքեն։ Եթե հենց հիմա տանն ես ու դեռ մտածում ես նախորդ շաբաթվա մասին, ուրեմն քեզ շտաբ զանգու է պետք։ Հիշիր 3 գերի կանոնը։ Գնում ես խանութ, գնում ես զանգու եւ գալիս ես տուն ու վայելում կնոջ ամուսնու կամ նույնիսկ աներձակի հետ։ Քիչ հայտնի փաստ 3 գերի միջի գն զանգուի միջի գնա։ Աշխատող ձև է, աշխատացրեք։ Սարգսյան, ինչի՞ն շտաբ կանչեցիր։ Պարոն Մարգարյան, մեր զանգուգինին պատրաստ է։ Նուրբույր հայկական էնդեմիկ խաղողների համ։ Հրաշալի գինի եք ստացել, Սարգսյան, պետք է հպարտանաս։ Բայց կա մի կողմնակի էֆեկտ, որը հաշվի չէինք առել։ You can try now, Jennifer. Ես իմ անուշ Հայաստանի աղևահամ բան եմ սիրուն։ Բադլնեմ։ Էդի պետք չի գրել։ Չափազանց հայկական գինի է ստացվել։ Կանգնեցնենք արտադրությունը։ Կրկնապատկել, մենք չափազանց հայկականից բացարձակ չենք նեղվում։ Հոփա, ինչ եղավ երկուշիշե։ Դե մեր հին ու բարի հայկական մունաթնելը մի թեթև ներթափանցել։ Եվ այսպես խաղաղությունը դեռ երբեք այդքան հաճախ չէր հաստատվել տարածաշրջանում, ինչքան վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Նախագահ Թրամփը Վաշինգտոնում հավաքեց խաղաղության ջեդայների խորհուրդ, ընդեղին կողմեր, որոնք երկար տարի իրար հետ այդքան լավ չեն եղել ու նույնիսկ թշնամի են եղել, բայց արդյունքում տեղ ունեցավ ինչ։ Խաղաղություն։ Վաշինգտոնում կայացել է նախագահ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը։ Հիշեցնեմ, որ խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանը որպես հիմնադիր անդամ ստորագրել է հունվարի 22-ին Դավոսում։ Չէ, սենց շատ լոքշա, ուր էմոցիան, էքսպրեսիան, ընկծողական երանգները, սենց խաղաղությունը շատ ձանձրալի է ստացվում։ Ճիշտ է ասում։ Դրա համար մեր գործընկերների մոտ TV5 էմոցիայի եւ էքսպրեսիայի հետևից։ Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, ջերմ ձեռք սեղմում Վաշինգտոնում։ 32 years։ Ինչից սկսվեց ամեն ինչ։ Խաղաղության խորհրդի առաջին նիստից առաջ տակ-տակ զրուցել էին Փաշինյանն ու Ալիևը ոտքի վրա, բայց համատեղ լուսանկարի համար իրարից հեռու էին կանգնել։ Փաշինյանը Ալբանիայի շատ բարձրահասակ վարչապետի կողքին։ Տեսակ, եթե չլներ TV5-ը չենք իմանա, որ Ալբանիայի վարչապետը տենց նենգաբար բոյով բարձրահասակ եւ բուսաթակիր մարդ է։ Ոսա միակ կարևոր նյուանսը չէր այդ խաղաղության խորհրդի ընթացքում։ Էլ ինչ կարևոր նյուանսների մասին է լռում հմեկը։ 9 միլիարդի մասին աղմկոտ հայտարարությամբ Հայաստանի ներքաղաքական կյանքը ալեկոծած Վենսը ընկերաբար Փաշինյանի ուսին խփեց, բայց հետո ծածկեց նրան իր բարձր հասակով։ Որքան էլ փորձեց Փաշինյանը քիթը հանել Վենսի աջ, ձախ ուսի հետևից, բան դուրս չեկավ։ Հայաստանի վարչապետը չերևաց այս տեսանյութերում, առաջին շարքում հայտնվեց Ադրբեջանի նախագահը։ Եվ այսպես Վաշինգտոնի խաղաղության խորհրդի կարևորագույն նյուանսը Փաշինյանը չկարողացավ քիթը հանել լուսանկարվելու ժամանակ, որտեղ Վենսը
Ալբանավարի եւս բոյով եւ բուսաթով էր։ Ոչմ լուսանկարների առումով էլ Ալիևը հաղթեց, հա։ Դե լավ, ուրիշ կարևոր նյուանսներ կային։ Կարծում եմ նրանք ընկերներ են դարձել։ Ես վստահ չեմ, կարող եմ սա ասել, բայց ես այդպես եմ մտածում։ Stand up. Կանգնեք։ Ոտքի խաղաղությունն է գալիս, խաղաղությունը Թրամփի ձևով։ Միացյալ Նահանգների նախագահը նոր մանրամասներ է պատմում Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումից, որին ներկա է եղել։ One was at one side of the room. Մեկը սենյակի մի ծայրում դրված աթոռին էր նստել, մյուսը մյուս ծայրում դրված աթոռին։ Ես ասացի տղաներ, կարող եք մոտենալ իրար։ I said, fellas, could you get a little closer? Well, I don't know, they felt very uncomfortable. You know, they've been killing each other for... Պարզ է, նրանք անհարմար էին զգում, դե սպանել են իրար 33 տարի։ Ես ասացի մոտեցեք։ Ոբշեմ Թրամփը մաքսիմալն է քաղում մեր խաղաղությունից։ Ասում այնտեղ տարբեր անկյուններում նստած էի, ասացի մոտեցեք իրար, մոտեցան ու բում, խաղաղություն։ Ու որպեսի խաղաղության, խորհրդի խաղաղությունը sense լրիվ sense զգանք մեր մեջով անցկացնենք, Ալիևի թիկնապահները Վաշինգտոնի փողոցում մի քանի ցուցարար զղկծրին գետնին ու զղկծրին։ Ինչ խաղաղության խորհուրդ առանց մի հատ լավ տփոցի, բայց մենք վերադառնանք Հայաստան Այո, բարեկամներ։ մեր մոտ ընտրություններ են եւ Ծառուկյանի առաջարկը Հայաստանին շարունակում է մեծ թափ ստանալ։ Հրապարակի տեղեկություններով Միհրան Պողոսյանի հայոց համազգային միասնություն կուսակցությունը պայմանավորվածություն է ձեռք բերել ընտրություններին մասնակցել Ծառուկյանի առաջարկ Հայաստանին ծրագրով։ Մեր աղբյուրի փոխանցմամբ այդ մեծ կոնսոլիդացիայի մասին Միհրան Պողոսյանը պլանավորում է հայտարարել հայոց համազգային միասնություն կուսակցության փետրվարի 21-ին կայանալիք համագումարին։ Ոնց որ Նոյան Տապանը լավ լցվում է մարդկանցով ջրհեղին ընթառաջ։ Իսկ ինչ է լինում աշխարհի ամենաժողովրդավար երկրում, երբ Ծառուկյանը լուրջ մտնում է քաղաքականություն։ Իրավապահներն այսօր զննություն են անցկացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Գագիկ Ծառուկյանին պատկանող հողամասում դեռ 2020 թվականին հարուցված մի գործի շրջանակում։ Հին ու բարի քնչականը հիշեց Ծառուկյանին եւ նրա առնջի մերձակա տարածքները։ Բայց ինչի հենց հիմա, ինչի օրինակ չհիշեց 2 ամիս առաջ, նոր տարուց առաջ։ Դու կարծում ես քնչականը հիմա սիրուն տրամաբանական չի բացատրի դա։ Ինչու են իրավապահները 6 տարի առաջ հարուցված գործով միայն հիմա զննություն անում։ Քնչականից այսօր հրաժարվեցին մանրամասներ հրապարակել։ Կամ էլ չի բացատրի։ Իսկ հնարավոր է հիմա սպեկուլյացիա անենք, Հաշու, դավայ։ հնարավոր է որ դա կապ ունի այս հայտարարության հետ։ Ես վարչապետի պաշտոնին տեխնացու ունեմ, իհարկե ունեմ։ Մեկի տեղը 3 ունեմ։ Մեկը մեկից գրագի հետ, մեկից ուժեղ, պատրաստված։ Միանգամից 3 վարչապետի տեխնացու ջոգում ես, որ մեկին բռնեն, հանկարծ դեռ 2 հատ զապաս մնա, ոնց քնչականը չգտնի չարաշահում առնջ մոլինկից հողային տարածքներում։ Այդ ընթացքում Վարդան Ղուկասյանը դատարանում պոեզիայի եւ գրականության մի հատ մաստեր կլաս կազմակերպեց։ Այսօր փետրվարի 19-ն է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, ուզում եմ շնորհավորել Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը եւ մի բան ասել։ Կյանքը սարի հրապարակ, ոտքի կոխան ամեկին, խապան խոպան ու ամպտուխ անցավ առանց արդյունքի։ Ինչքան ծաղիկ պիտի ուսներ, որ չբոսավ այս հողին, ինչ պատասխան պիտի ստամ հող ու ծաղիկ տվողին։ Այս սենց պիտի մարդ դատվի Թումանյանի պոեզիայի ներքո։ Իսկ այդ դասքում դեռևս չդատվող ընդդիմադիրները շարունակում են նախընտրական պայքարը նոյեմբերյան բարի լուր բերեց ուժեղ Հայաստանը։ Ըստ Կարապետյանի, եթե նոյեմբերյանցի ջերմոցատերերի համար գազի սակագինն իջեցվի, շուկայում մոտ 15% կեժանանա գյուղմթերքը։ Նոյեմբերյանով է անցնում Հայաստան-Վրաստան գազատարը։ Ուժեղ Հայաստանը նկատում է, որ նոյեմբերյանով է անցնում Հայաստան-Վրաստան գազատարը, եւ ուրեմն նոյեմբերյանի ջերմոցներին հնարավոր է գազը ավելի էժան վաճառել։ Դե ուրեմն մեծամորձները вообще պետք է ձրի էլեկտրոէներգիա ստանան։ Ահա, լսի բա մեղրին։ Մեղրին, հա, մի քիչ պետքա։ Իսկ Քյավառում զատո արաղը вообще ձրի պետք է լինի։ Գեղարքունիքում, յանի խիա վիոլան ջրի փող գանձում, Սևանը կողքն է։ Հայաստան մտնող գազի 1000 խորանարդ մետրը $165 է, սակայն մինչև հասնում է սպառողներին բնականաբար թանկանում է։ Կապույտ վառելիքի համար նույնն է սակագինը նոյեմբերյանում, Երևանում, Թևայքում։ Քանի որ գազը Հայաստանը ներմուծում $165 եւ մինչև հասնում է Երևան, մինչև հասնում է մյուս շրջանները թանկանում է, քանի որ կան ծախսեր։
Իսկ սահմանի վրա մենք ունենանք պայմանավորվածություն, որ գազի գինը լինի $165-ից մի քիչ ավելի ընդամենը թանկ եւ հայկական ջերմոցները կունենան գազի գին ավելի էժան, քան թուրքական ջերմոցները։ Երևի ամեն դեպքում նկատի ունի ավելի էժան, քան թանկ։ Մի քիչ մեր ձևով հնչեց էժան գազը նոյեմբերանում։ Դե, ոչմ նոյեմբերյանի հարցը լուծվեց։ Էժան գազ, էժան սնունդ։ Ես զուտ, քանի որ նոյեմբերյանը վերջի քաղաքն է, որ դուրս ես գալիս արդեն Վրաստան դեկտեմբերյան կանվանեի, որովհետև լոգիկայով դու գնում ես հոկտեմբերյան, հետո նոյեմբերյան, հետո ինչ որ ակնկալիք ունես, որը չի իրականանում։ Բայց քանի որ դու չես մասնակցում ընտրությունների, կարող ես համեստ լռել քո տարօրինակ պլանների մասին։ Okay, սնունդի մասին հիշենք, որ ԿՊՆ-ն խոստացել էր հացի խնդիրը լուծել։ Հարգելի գործընկերներ, հացի խնդիր չկա, սոված չենք եղել, չենք լինի։ Այս կադրը ինչքան նայում եմ, այդքան կշտանում եմ։ Այդ ընթացքում հրապարակ օրացերտի լրագրողը կուլտուրական ներխուժեց նախ ՀՀԿ գրասենյակ, հետո նույնիսկ Սերժ Սարգսյանի գրասենյակ։ Տենց կարելի էր, բայց նախքան դա նա բախվեց Աշոտյանին։ Արմեն Աշոտյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես մի անգամից նկարելով գալիս եմ։ Ուրախ եմ, որ այսպես չզարմացաք։ Զատո մենք զարմացանք, այսինքն կարելի է ասենց փողոցից ուղակի մտնել ու մի ամբողջ Աշոտյան նկարել, Երեք չի նկարել, մի հատ էլ ստանալ ժողովրդի դիագնոզը։ Եվ գիտեք հիմա ինչպիսի քաղաքական բժիշկների կարիք ունի մեր հանրությունը, մեր քաղաքական դաշտը շատ հիվանդ է։ Շատ ծանր հիվանդ է, բայց անհույս չէ։ Ինչ հիվանդ է։ Հավանա է, որ եթե այդ մետաֆորան շարունակենք օգտագործել, Այո։ Ցավոք սրտի հիվանդը երբեմն գերադասում է գնալ սանրղճու մոտ կամ յահու դնողի մոտ, քան դասական բժշկությամբ զբաղվել։ Անհույս չենք ու կարևոր է որ ժամանակին լրագրողը հասավ պրոֆեսիոնալ բժշկի, Բայց բուժելու համար պետք չի որ բժիշկը նախ գա իշխանության։ բժիշկը պետքա առաջադրվի, արդյոք բժիշկը առաջադրվում է ընտրություններին։ Այդ հարցի պատասխանը լրագրողը փորձեց ստանալ ՀԿ-ի մեկ այլ գրասենյակում։ Գնացինք դրակոնի աշխարհ։ Պարոն նախագահ, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն նախագահ։ Ես առաջին անգամ եմ ձեր սենյակում, բարև ձեզ։ Ինչպես եք, պարոն նախագահ։ Պարոն երրորդ նախագահ, ես այդպես եմ դիմում։ Նախկին նախագահներին իրենց թվով այս որպեսզի հասկանալի լինի։ Այս շատ կարևոր էր, վարպետորեն համարակալեցինք նախագահներին ու հիմա հարցը, բուն հարցը։ Ընտրություններին մասնակցելու եք։ Բանակցություններ կան, ցուցակի ձևավորում կա ձեզ մոտ։ Ոչ։ Okay, ՀՀԿ մինուս։ Դες մի անգամից մի մերժի, Սերժին։ Ես չեմ մերժում ոչ մեկին։ Ես ընդհանրապես փորձամ հասկանալ, գոնե համագործակցության ձևով ինչ որ պլաններ կան։ Հույս ունեմ, որ դուք բանակցային ինչ որ գործընթացի մեջ եք եւ ընտրություններին մասնակցելու, չգիտեմ, պլաններ ունեք եւ ինչ ձևով, բայց դա դեռ չեք ասում։ Ոչ, մենք մեր պլանների մասին կհայտարարենք, թե ինչ ենք պատրաստում, բայց մենք պատրաստ ենք։ Եթե ինչ որ մեկը ցանկանում է ինչ որ բան իմանալ կամ բանակցել, թող գան բանակցենք, մենք որևէ տեղ գնալու ցանկություն չունենք։ Իդեպ նախնական պայմանավորվածություն ունենք Էդուարդ Շարմազանովի հետ, որ կգա լուրջ կաստ, մի քանի շաբաթից այս ամեն ինչ ավելի մանրամասն իր հետ կքննարկենք։ Դե վերջ, ընդդիմության կոնսոլիդացիան սկսվեց, հզոր մեսիջ ուղղվեց ընդդիմությանը։ Ուզում եք բանակցեք, եկեք բանակցենք։ ՀԿ ներկայացուցիչներից մեկ այլ մարդ ասեց, որ կա եւս մեկ գործիք հեռացնելու Նիկոլին։ Մենակ չասի impeachment-ն է։ Մեր համար գլխավոր խնդիրը եղել եւ մնում է իշխանափոխությունը, իսկ իշխանափոխության համար ճանապարհներից մեկն էլ, իրավական ճանապարհներից մեկն էլ անվստահություն հայտնելու գործընթացն է վարչապետին, որը դեռևս օրակարգում է։ Ոնց է դա օրակարգում, եթե նույնիսկ Հայաստան դաշինքի միանալուց հետո դեռ մի 20 ԿՊ-ական պետքա միանա, կարողանաք քերեկ, որպեսզի կարողանաք անեք impeachment, մինչդեռ նենց է ստացվել, որ ԿՊ-ականները ավելի շատ Նիկոլին են նախընտրում, քան մյուսներին։ Իդեպ impeachment-ի մասին այս կիրակի արդեն նկարել ենք Էդգար Ղազարյանի հետ ենք խոսալու, բայց կարող է ուղղակի մեր ձևովին աջակցեն, չգիտեմ։
Հա, մեր ձևովից մի հատ կուլտուրական կհարցնես Ռոբերտ ջան։ Նարեկ Կարապետյան վերջերս ասում էր, որ իմ հայրը հեռացել է մասսայական թալանի դեմ որպես բողոքի ակցիա 17 թվականին, չգիտեմ, սա ձեր մոտ անհարթություն առաջացնում է այս ուժի հետ, թե չէ դուք գործակցությունը հանրապետական կուսակցության նրանց հետ հնարավոր համարում եք հետընտրական տրամաբանության մեջ։ Ռոբերտ ջան, հարցնես չձևակերպեցիր, որ մարդու համագործակցելը գա։ Թալանի մեջ մեղադրեց, դուրս եկավ, հիմա կհամագործակցեք հետը։ Հիմա ինչ սպասում ես, որ պետք է ինչ-որ նեղացած պատասխան տան։ Մենք գործակցությունը բացի գործող ռեժիմից մնացած բոլոր ուժերի հետ գործակցությունը հնարավոր համարում Դե ենք։ հիմա ով չի մեզ մեղադրել թալանի մեջ, զու դրա համար նեղացնենք մարդկանց չհամագործակցենք։ Այդ ընթացքում տաքսու վարորդները բողոքում են հարկերից։ Եվ ոչ միայն ՀԿ-ից։ Արա հարկերից, դա 8 տարի առաջ էր այդ սա։ Սայթակեցի։ Իրանց աշխատանքը չի արտացոլվում կենսաթոշակային կուտակումների մեջ, իրանք չեն ստանում ոչ մի ապահովագրություն ու вообще ամեն ինչը մեղավոր է Yandex-ը։ Այսինքն ես ասում եմ ոնց կա Yandex ծառայությունը համարվում է այսօր Հայաստանում նարկոտիկի առաջի ռասպրաստրանիցելը։ Առաջի տարածողը հենց Yandex-ն է համարվում։ Դե երևի հասունացել է պահը, որ արգելենք Yandex-ով նարկոտիկ տարածելը։ Ամեն ինչ այդքան հեշտ չի։ Вообще ո՞նց է նարկոտիկը տարածում։ Այն որ կարան ժամը 3-ին տանեն գերեզմաներ, վերցեն այդ անտեր նարկոտիկը գան դբրոցի կողքը պատի տակ, հա, վերցեն գան վարորդն ասի ես սրա հետ չեմ թողի դու նստես գրուզը վրա չեմ թողում նստես իմ ավտոն, մի հատ վարորդն է մեղավոր դուրս գալի, ատմենայնանում ռեյտինգ են գցում վարորդին, որ վարորդը չի թողե այդ նարկոտիկով գան նստեն իր ավտոն։ Մերժված նարկո տարածողները, զակլաչիկները ցածր ռեյտինգով տորպեդավորում են ազնիվ տաքսիստների աշխատանքը։ Բարի գելի։ Մի խոսքով հիմնական բողոքը Yandex-ից է նրանում է, որ տոկոսները շատ մեծ են, այդ բանով ոչ ապահովագրություն ունեն, ոչ կարող են վարկվել, ոչ մի բան չեն ստանում։ Ստիպված տաքսիստները գալիս են շատ դառը եզրակացության։ Չգիտեմ կոնկրետ այս կառավարության հետ Yandex-ը ումա փող տալի, որ սենց ազատ կարում է մարդկանց քերի, բայց այն որ փողա տալի կամ այն որ կառավարությունը փայի մեջ է, ես որպես մարդ, որը հաստատ չեմ կարող ասել ով, բայց չի լինում նման բան, որ կարանան մտնեն երկիրը քերեն, երկրի մեջ այդքան քերեն ու կառավարությունը այդքան չնկատի։ Okay, առայժմ չունենք արձագանք կառավարությունից, բայց մենք կշարունակենք հետևել։ Բայց եթե մարդ 200,000-ից ավել է ստանում, արդեն պետք է ապահովագրություն ունենա։ Լավ հարց։ Ինչի օրինակ չեք կարողանում, եթե 201,000 դրամից ավելի շատ եք փուր աշխատում, չեք կարողանում մյուսների պես օգտվել պետական բժշկական ապահովագրությունից։ Որովհետև մեզ չեն գրանցում որպես աշխատող։ Մեզ գրանցված չէ, ոչ մի պատճառաբանում դրա համար չկա, on-line միակ պատճառաբանումը, որ ես մի անգամ լսեցի, որ դա on-line տիրույթ է։ Նույն այդ on-line տիրույթից դու կարողանում ես այդ մարդուն հարկի ենթարկել։ Ամեն մի կատարած պատվեր հարկի ենթարկվում է նույն այդ on-line տիրույթում, բայց նույն այդ on-line տիրույթից իրանք չեն կարող մեզ գրանցված աշխատող համարել։ Այսինքն սիրելի քաղաքացու հարկերը սիրով ընդունում են, բայց որպես աշխատող իրան չեն համարում։ Եկեք դրական բանով ամեն դեպքում ավարտենք, հա, ինչ լավ բան կա, ինչ լավ նորություն։ Պոզիտիվի աղբյուր։ Կյանքում հաղթում է նա, ով կարողանում է պայքարել մինչև վերջ։ Մարզասրահում սովորում ես չհանձնվել, չկոտրվել, շարունակել, առաջ գնալ, երբ դժվար է։ Այսենց մոտիվացիոն արձագանքանով էլ ավարտենք։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, որտեվ երկրորդ մասում, հիմա вообще չեմ չափազանցնում, ամենամեծ գաղտնիքներից մեկը տիեզերքի բացահայտելու ենք, նաև իմանալու ենք, որ շատ հայտնի մարդն է հայ ու դե Վահագն Խաչատուրյանը գնում է Հունաստան։ Դոմուսը շարունակում է աճել ու արմատները տարբեր ուղղություններով տարածել։ 7 մասնաճյուղ Երևանում եւ 6 մասնաճյուղ մարզերում։ Ու այդ ամենը նրա համար, որ ձեզ ավելի կոմֆորտ լինի։ Բա ինչ անենք, եթե ամեն դեպքում չենք ուզում գնալ հասնել խանութ, կհարցնեք դուք։ Դոմուսը դրա մասին էլ է մտածել։ Մտնում ես Domus AM, ողջ տեսականին այնտեղ ներկայացված է, ու քո համար ընտրում ես էլ կարիք չկա գնալ հասնել։ Եվ այսպես շատեր ունեն փոքրիկներ։ Եվ Fast Shift-ը իմացել է դրա մասին եւ ստեղծել է թույն բան։ Յո-յո, ֆինանսական հավելված երեխաների համար։ 4-ից 16 տարեկան երեխաները կարող են QR-ով վճարումներ կատարել եւ
Եվ այսի դուր կգա ծնողներին կարող են այնտեղ կատարել ծնողների կողմից տրված առաջադրանքները։ Այսինքն երեխան սկսում է օգտակար բաներ անել հենց ձեր աչքի առաջ։ Վահագն Խաչատուրյանը, տենց մի նայեք, մեր երկրի նախագահն է, պաշտոնական այցով մեկնել էր Հունաստան։ Ընտիր, խորացնում ենք մեր հարաբերությունները Հունաստանի հետ, հին բարի Էլլադայի հետ։ Անիմաստո չէր մեկնելու երկրի նախագահամար, դիտենք պաշտոնական այցի կադրերը։ Ram tam taram tam tam tarararam tararararam taram tararam tam 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 ram pam param pam pam parabaram tururururu tururu Ինչի ենք Պոլիցեյսկի ակադեմիայի երգը տակից դնում։ Որովհետև մի քանի վայրկյան անց մենք կիմանանք, որ Վահագն Խաչատուրյանը կոմենդանտ Լասարդն է։ Ջեյզիներ, եթե չեք նայել Police Academy-ն ու չգիտեք կոմենդանտ Լասարդը ով է, ուրեմն ձեր papan ձեզ չի սիրում, ինչ ասեմ։ Մապտի ասեմ, բայց ես չգիտեմ։ Հա։ Հիմա պետք է ասեմ։ Ստես մարդկանց սոված ենք պահում։ Հուսով ենք թարգմանիչը այս մասը չի թարգմանել հունարեն։ Ու հա պետք է մի բան ասեք, որը եկի ընդունելություն են ձեր համար կազմակերպել, գիտեն Հայաստան կենաց ասող մարդ մի բան պետք է ասեք, իրանց համար էդի լուրջ պաշտոն է, իրանք ու չգիտեն, որ նախագահը էդի պրոստը թղթի վրա է։ Изменяться. It's okay. Եղավ, շնորհակալություն։ Ու ինչքան է արժեցել այս այցը մեր վրա։ Չեմ ուզում խոսել դրա մասին։ Ժխտում է լուծում չի հասկանում ես։ Լավ, բարեկամներ, եթե սենց է ուրեմն եկեք անցնենք մյուս մեր թեմային, շոկահարենք մեր լսարանին դարակազմիկ բացահայտումով։ Բացի նրանից, որ այս մարդը մեր նախագահն է։ Հա, մի քիչ ավելի շոկային։ Եվ այսպես, մեր հայերի սրտերը միշտ հպարտությամբ լցվում են, չէ՞, երբ որ իմանում ենք, որ այս կամ այն հայտնի մարդը հայ է։ Ում հերթն է այսօր է, որ բանկում թուղթ է քաշում վրան գրած է A48-ի հերթը մոտեցել է, իմանում ենք, որ հայտնի մարդն է հայ։ Ուրախությամբ նշել, որ փոխ նախագահ J.D. Vance-ը հայ արյուն ունի։ J.D. Vance հայ է։ Հենց ունես չեկավ ասավ Հայաստան, էդի արյան կանչներ, ու որպեսի հիմա ասես պահի լրջությունը հասկանաք, այս հայտարարությունը ոչ թե որ բեսեդկոմ ռանդոմ նարդի խաղացող պապիանում, այլ մի ամբողջ Սասնա ծռերի բևերի առաջնորդներից մեկը Վահե Գասպարյանն է այս խոսացող մարդը։ Եվ խնդիրն այն է, որ նա մեծացել է առանց ծնողների, հայրը շուտ մահացած է եղել եւ մայրը բուժվել է այդ բանից թմրամիջոցներից բուժման մեջ է եղել եւ նրան փաստորեն մեծացրել է տատիկը մոր մայրը որի պապը հայ է եղել Վանից գաղթած Ջիվան Վանեցյան ազգանունով Վանեցյան, արա ոնց չենք ջոգել։ Կարող է մեր Արտուր Վանեցյանի բարեկամն է, ում նա բերել է հատուկ քաղաքական դաշտը, այսինքն ֆրծնելու համար։ Չէ, այդ տատը ինքը Կենտուկի Վանեցյաններից է, դա հայտնի փաստ է, չէ՞ որ Վանից գաղթելուց Վանեցյանների մի մասը գաղթել է Կենտուկի նահանգ, ու տատը Կենտուկի Վանեցյաններից է։ Տոտի չորտ побери такое несешь։ Այդ ես չեմ, այդ Բևերի առաջնորդն է։ Հիշում եք, չէ՞ որ կոմենտներում մեկ գրում էին Բևերին բան չասեք, իրանք ինտելեկտուալներ են։ Ահա։ Եվ նրանք J.D. Vance-ին անունը դրել են Ջիվան Վանեցյան։ Պապու անունով Ջիվան Վանեցյան եւ մինչեւ քոլեջի ավարտելը նրա անունը հենց այդպես է եղել Ջիվան Վանեցյան։ Այդպես մինչեւ քոլեջը ինքը եղել է Ջիվան Վանեցյան։ Ու всё, ու զրո ապացույց, ուղղակի տենց եմ ուզում ուպրծ։ Իսկ մինչեւ դպրոցը вообще Ջիվան Գասպարյան էր, հետո տենց կամած շուռ։ Ապա բայ եթե ինքը Ջիվան Գասպարյանն էր, հետո Ջիվան Վանեցյանն էր, որ եկավ խի մի կես բերան չասեց որ ինքն էլ է հայ։ Ապա դե պոլիտիկա է, գիտի որ Թարսված Ավանեցյանը Փաշինյանի հետ դիվանագիտորեն փոխեց անունը, որ ներվերին չազդի մեր ռեժիմի։ Okay, լավ, եկեք մինչև վերջ վայելենք այս կտորը։ Հետո նոր արդեն քոլեջը ավարտելուց հետո ինքը դարել է J.D. Vance, այսինքն James David Vance, Vance Վանեցյանի անունական բան է, այսինքն հայկական արյուն ունի եւ եւս խիստ պահպանողական հայացքների։ Դե դա խիստ պահպանողական է, ուրեմն հայ է, ինչպես նաեւ ունի երկու ձեռ, երկու ոտ ու թրաշ։ Մոտս ոնց որ դեժա վյու է, այս պատմությունը ինչ որ միտեղ տեսել եմ։
Անհնար է։ Իդեպ ինձ նոր հաղորդեցին, որ այցի ժամանակ թաքուն գիշերով Ջիվան Վանեցյանին տարել են գերեզմաններ, Հայաստանի գերեզմաններ տեսնի առանց լրագրող, առանց ոչ մեկի։ Что я говорил? Он даже в Америке не перестал быть настоящим армянином. Ջիվանջան, не беспокойся, цовот тонем, оружие все есть. Իսկական հայուզավակ, իսկ Վիկիպեդիան ինչ ասում սրա մասին։ Արա դե Վիկիպեդիան սա սուտ բաներ է, դե ով ասես ինչ ասես գրում է։ Ստախոս fake news Վիկիպեդիան ասում է, որ հենց ինքը իր գրքում գրել է, որ արմատներով շոտլանդացի իռլանդացի է, իսկ հայկական արմատների մասին ողջ ինֆոն թաքցրել են ու մենակ Սասնա ծռերին են տվել։ Ուղղակի որ մյուս անգամ ձեզ ցույցի իրան կկանչեն, խնդրում եմ, այս պահը հիշեք ուղղակի ու վсё։ Քանի մի պահ գնացինք Ամերիկա, մի հատ Բարակ Օբամա, հիշում եք այդ մարդուն, սենսացիոն հայտարարություն արել։ Ջիվան Վանեցյանի տատու բացահայտումից ավելի սենսացիա։ Ոչ այդքան, բայց հա։ Այլ մոլորակայինները գոյություն ունեն, բայց ես չեմ տեսել նրանց, եւ նրանք չեն պահվում, ինչեր Area 51-ում։ Չկա ստորգետնյա գաղտնի կառույց, որտեղ իրենց պահում են, եթե այդ մեծ դավադրություն չի ու նույնիսկ ԱՄՆ նախագահից դա թաքցրել են։ Պաստորեն չասեց չէ, ասեց այլ մոլորակայինները գոյություն ունեն։ Միայն մեկ ձև կա դա վերջնական բարձելու։ Հարցնել Սասնա ծռերի Վայ Գասպարյանից։ Ինքը կասի ինապլանետյան է, հին ազգանուն ամուշից են իրան գա։ Երկու ձև կա, փաստորեն բարձելու դա, բայց մի հատ հարցնենք ներկայիս ԱՄՆ նախագահին ինքը հաստատ կիմանա։ Բարակ Օբաման հայտարարել է, որ այլ մոլորակայինները գոյություն ունեն։ Դուք դրա որևէ ապացույց տեսել եք։ Գաղտնի տեղեկությունն է բացահայտել, չի կարելի դա անել։ Փաստորեն գոյություն ունեն։ Չգիտեմ ունեն թե չէ, բայց չի կարելի գաղտնի տեղեկություն բացահայտել։ Շատ մեծ սխալ է թույլ տվել դա գաղտնազերծելով։ Հիմա եթե գաղտնազերծել է, ուրեմն տակը կա գաղտնիք, որը չի կարելի գաղտնազերծել։ Չգիտեմ ապեր, անձամբ ես չեմ տեսել։ Լավ, իսկ ուրիշ տեսնող կարող Հայաստանից ինչ որ մեկնաբանություն կա այս թեմայով։ Օրինակ ասում են Գագիկ Ծառուկյանի թիմն ասում է Գագիկ Ծառուկյան օլիգարխ չէ։ Իրոք, որտեվ չունի իշխանություն եւ չի հավակնում իշխանության։ Այլ մոլորակային է, ինչ է նշանակում Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ։ Հələ Գագիկ Ծառուկյանին հարցրեք, ինքը կասի, որ ինքը օլիգարխ է, կամ նրա հայտարարագիրը նայեք։ Հստակության համար ԿՊ պատգամավորը չի պնդում, որ ինքը այլ մոլորակային է, ինքը ասում է, որ Ծառուկյանի օլիգարխ չլինելը նույնքան անհավանական է, որքան իր այլ մոլորակային լինելը։ Մենք Հայաստանում մի քիչ ավելի երկրային խնդիրներով ենք ապրում, բայց вообще երբ ֆանից խնդիր ունի ԿՊ-ն օլիգարխների հետ։ Չունի, որտեվ իրանք չկան, ինչպես եւ այլ մոլորակայինները։ 2018-ի հոկտեմբերին հենց Գագիկ Ծառուկյանի ներկայությամբ Փաշինյանը հայտարարում էր Հայաստանում այլևս օլիգարխներ չկան։ ԲՀԿ առաջնորդն այն ժամանակ վարչապետի համար ընդամենը խոշոր սեփականատեր էր։ Պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Պարոն Ծառուկյանը օլիգարխ չէ, այսքան Հայաստանում օլիգարխներ չկան։ Այս շատ ռետրո Նիկոլ էր։ Լավա սև ու սպիտակով չեն դրել։ Դե ուղղակի հիմիկվա Նիկոլը, նո առնվազն անցած շաբաթվա ասում է, որ իրանք պետքա չլինեն, իսկ ինչպես կարակ չլինի մի բան, որ արդեն չկա, դու հասկանում ես։ 2026 թվականից հետո դուք այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ չեք տեսնելու։ Ոչ մի հակասություն, համ չկան, համ էլ որպես դաբիտ դրան չեք տեսնելու։ Համ չկան, համ չեք տեսնելու։ Դե Սուքեսյանն ասաց, որ ոնց որ էլ չի լինելու, բայց Արսենյանն էլ դեսպան չի լինելու։ Ինչ խես հարցում, ես չեմ անում նշանակումները, այնքը կիմանա։ Այս ընտրությունների արդյունքում տեսեք ինչա տեղի ունենալու։ Բոլոր նախկին իշխանությունները եւ բոլոր օլիգարխները վերջնականապես եւ անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից։ Ինքը այն Չագուջով Քարոզարշավին էլ էր լիքը խոստումներ տալիս, որ հետո տենց այդքանը չի իրականացել։ Արա դե Քարոզարշավը մի քիչ ուրիշ է, այդ այն առեղծվածային ժամանակաշրջանն է, որտեղ հանգիստ կարող ես տալ խոստումներ, որոնք երբեք չես կատարելու։ Աղքատության մակարդակը նվազեցնել կրկնակի։ Կենսաթոշակի չափը միջին չափը 43500 դրամից դարձնել 61000 դրամ։ Գործազրկությունը 10%-ից չի նվազել։ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն 2025-ի երրորդ եռամսյակի տվյալներով գործազրկության մակարդակը կազմել է 11.8%։
Կենսաթոշակի միջին չափը խոստացված 61000-ի փոխարեն կազմում է 49032 դրամ։ Թեմուն էլ ատենց նայում ես ընտիրսս թանկ տեսք ունեցող ապրանքա, պատվիրում ես գալիս է, նայում ես թեմես արի մի բան էլ ավել եմ տվել։ Խոստում իրականությունը մի քիչ չի բռնում։ Ծայրահեղ աղքատությունը 0.6% է, անկախ մեթոդաբանությունից, այս նշանակում է մենք ըստ էության շատ մոտ ենք ծայրահեղ աղքատությունը վերացնելու մեր նախընտրական խոստումին, որը տվել ենք 2021 թվականին։ Քաղաքացիական պայմանագիրը խոստանում էր աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել։ 2021-ին աղքատության մակարդակը կազմում էր 26.5%, ծայրահեղ աղքատությունը 1.5%, իսկ 2024 թվականին համապատասխանաբար կազմել է 21.7% եւ 0.6%։ 26.5-ը ոնց բաժանում եմ 2-ի 21.7 չի ստացվում։ Որովհետև մաթեմը քո ուժեղ կողմը չի։ Հապես կալկուլյա Կները ասում են, որ Բարակ Օբաման այլ մոլորակայինների թեմայով թվիթ է արել։ Իմ նախագահության օրոք ես ոչ մի ապացույց չեմ տեսել առ այն, որ այլ մոլորակայինները մեզ հետ կապ են հաստատել։ Լուրջ։ Քան պետք է խառնված լինի հանրությունը, որ նախագահ մարդը թվիթի վերջում ավելացնի լուրջ։ Միջև հոր արև չերտվա, ես չեմ հավատալու։ I want to believe։ Մնացեք մեզ հետ։ Գիտեք չէ, ինչ արագ է աճում Աչափնյակը, մանավանդ են Դալմայի այգիների մոտի հատվածը, մասնագետները 15000-ին մոտ բնակչություն են կանխատեսում։ Դե բնական է, որ այնտեղ պետք է լինի բիզնես կենտրոն, եւ հենց դրա վրա են աշխատում լույսեր բիզնես կենտրոնի շինարարները։ 13 հարկ, որոնցից 9 ընկերությունների համար, ինչպես նաև կաֆեներ, մարզասրահ, բժշկական կենտրոն եւ նույնիսկ ֆուտբոլի դաշտ։ Զանգահարեք, ծանոթացեք եւ շտապեք դառնալ այդ բուրըն զարգացող համայնքի մասնիկը։ Այսքան էր Arm Comedy-ին, վերջում դիտեցեք օրվա վիդեո բոցը։ Հոսանորոգման աշխատանքներ են անում, առանց բիտումի ասֆալտ են անում։ Ժողովուրդ բիտում փչող սարքը ուրա ձեր։ Չայնիկով պիտի բիտում փչեն, լցեն, հա։ Այսինքն ամբողջ հատակը պիտի բիտում փչեին։ Իսկ բիտում փչող սարք էլ չունեն։ Դե ինչն արեք, կարծես թե ոչ բոլորին դուր եկավ մեր նախորդ թողարկումը, բանն այն է, որ այդ ինչ-որ սպეციფიկ թողարկում էր, միանգամից 3 տարբեր հերոսներ են կապի դուրս եկել մեզ հետ, եւ ընդդիմադիր դաշտից, եւ իշխանական։ Ոչ մեկին դուր չի եկել։ Ոչ մեկին դուր չի եկել, ինչի կարող այդքան վատ չի։ Ինչը լավ է, շատ կարևոր է, սիրելի դժգոհ մարդիկ, շատ կարևոր է հասկանալ, որ մենք անտարբեր ենք ձեր կարծիքի հանդեպ, մենք անում ենք այն, ինչ որ մեզ է դուր գալիս։ Ես առաջարկում եմ ավելի մանրամասն խոսանք OnlyFans-ում, OnlyFans-ում, մանրամասն անդրադառնում ենք մեզ հնչեցրած բոլոր քննադատություններին։ Ամեն շաբաթ մենք ձեզ ապահովում ենք որոշ չափի էնդորֆիններով, իսկ ինչ կարող եք անել դուք, սկսած $3-ից ընդամենը կարող եք միանալ մեր Patreon-ին եւ ապահովել էնդորֆիններով մեզ։